Սիրելի հայրենակիցներ, չնայած իմ համար շատ դժվար է, բայց ես ուզում եմ այսօր իմ միտքս, իմ ուղերձը ասեմ հայերեն, որտեղ ասում դա հաշվում դա շատ կարևոր։ 5 մտքեր եմ ուզում ձեզ փոխանցեմ ստեից եւ հույսով եմ, որ դուք ճիշտ կհասկանաք։ Առաջինը, ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ Քաչ Նազարին ընտրում է ժողովուրդը թագավոր, ինքը չի դառնում թագավոր։ Ես ուզում դա հիշեցնեմ մեզ բոլորին, որ մենք չմոռանանք դրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաչ Նազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը, ես մանկությունից շատ էի սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիխ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանանախոսում գտնվելով մենակ 8 օր շատ գրքեր էի կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ 2 գրողների գիրք կար գրադարանում, մեկ Պետրոսյանին էր, մեկը ձերն էր, զարմանալի իմ համար, գիտեմ որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ դրումնակ ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ եք կայնած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց դուք գրագող եք։ Եվ ասեմ ձեզ, որ դա ինձ շատ զարմացել, որտեղ գրագողներով դուք գիտեք, որ գողությունը, սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք դարեցիք շատ հանգիստ ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից եւ ձեր թերությունները իհարկե ձեր վիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ, որ ինչ որ դուք անում եք ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք Հնդկաստանում երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեվի ճճուի մեջ եւ 84000 ապրում է որպես Անդրեվի ճճու։ Ես վախում եմ, որ դες այդպես բաշիկ պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստատեն չի, բայց կասկածում եմ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընտրությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակում է։ Եվ պատերազմը շարունակում է ոչ ռազմական, այլ ուրիշ ձևով։ Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եվրոպական միության մեջ փորձում են կռվածնել, ամենավտանգավորենը, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, եւ այդ երրորդ ուժը նստած սպասում է ոնց է մենք դառնալու իրանից կախված եւ տնտեսական եւ պարանյութական եւ տեղեկատվական եւ տեխնոլոգիաներով եւ ամեն ինչով դառնալու ենք վայելել Թուրքիա եւ Ադրբեջանը եւ դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական ռազմական գործողությունների քայլ եւ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում դա ասեմ, որ մենք բոլորս պիտի հասկանանք, եթե մենք ոչինչ բան չանենք, դա իրականացնելու է շատ արագ եւ դա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք շարունակենք մեր բայրաձևը, մեզ սպասում է ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վայելել դառնալը։ Չորրորդը, ես այստեղ քննարկում եմ, որ ամսի 28-ին մայիսի պատրաստում եմ ռազմական շքերթ, ինձ թվում է դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները գտնում են Երեն հիմա եւ գտնում են բանտում Ադրբեջանի շքերթ անցկացնել եւ ես նորից հիշեցնեմ, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենասական ոգով։ Եվ ես կոչ եմ անում բոլորին, որ իսկապես հայրենասեր է, որ մենք դուք չմասնակցեք այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները զինվորները գտնում են ստեղ դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես հաշվում եմ դա անբարոյական է, որ մեր տեղեքստը գտնվելով 6 տարի է մարդիկ ավարտան 6 տարի չունեն հնարավորություն ոչ ստանալու ոչ իրաց մոտիկների ֆոտոները, իրաց մոտիկների նամակները, իրաց մոտիկներից շորեր, ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համակարգը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ
այդ մարդիկ գոնես գան, որ իրենց հետևը թիկուն կկանանց այդ պետությունը։ 5-րդը հիշեք միշտ, որ ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Անտարբերությունը ավելի վտանգավոր է, քան բոլոր ուրիշ թերությունները։ Սերի մյուս կողմը ատելությունը չի, անտարբերությունն է։ Բարության մյուս կողմը չարաշտ անտարբերությունն է։ Հավատի մյուս կողմը Աստվածը մեղություն չի, անտարբերությունը եւ կյանքի մյուս կողմը մանր չի, անտարբերությունը։ Եվ որ մենք ունենանք մեր պետությունը, մենք հպարտ ունենք, որ մենք քաղաքացիենք այդ պետության, մեզ ոչ մեկ ոչ մի բան պարտական չի, մենք պետք է անտարբեր չլինենք, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանվի, մենք պետք է ամեն մեկը մեր տեղում հասկանանք, որ ոչ մեկ մի հոգին չի կարող փոխել այդ իրավիճակը, մենք իրար միասին բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում ասեմ, որ իմ համար երջանկություն է ծառայել կամավոր երախտապարտ Աստծուն, սիրել բոլորին եւ ամեն ինչը, եւ հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ամեն ինչ որ ես գիտեմ, կարամ ունեմ տամ աշխարհին, վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն, իմ երջանկության համար, եւ ես երջանք որ դա ես ամեն ինչ կարամ անեմ, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ես դասարոբենն եմ, Կարլենի Իրինայի որդին, Ռուսային մտքով հայ մարդ, իմաստնային թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որի համար հնարավորություն կա իր կյանքը նվիրել իր հայրենիքին, աշխարհին, սիրով եւ հավատով, ծառայել բոլորին եւ ամեն ինչին։ Ես ձեզ ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չի։ Եվ ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարանք եւ անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի եւ հիմնված սկզբունքների արժեքների վրա։ Եվ հույս եմ, որ բոլոր մարդիկ հիմա որ սխալ բաներ են անում եւ սխալ մոտեցումով վերաբերում են ամեն ինչին, կհասկանան եւ կփոխեն իրենց մոտեցումը այդ ամեն ինչին։ Եթե չէ, Աստված իրենց այդ բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։ Շնորհակալ եմ ձեզ բոլորին եւ էլի դրեք միասին եմ։